Աղձես։ Մանուս Սահակյան, ես ինչ է կատարվում։ Արսեղյան Սոնա, դուք ձերբակալված եք, բացեք մեքենան։ Այս ինչի համար։ Մարդասպանություն։ Ինչ։ Արմանիս հետ կապ ունի։ Չէ, սա հին պատմություն է։ Ինչ պատմություն։ Ես հիմա ժամանակ չունեմ դեր հարցերին պատասխանելու։ Հետո կիմանաք ամեն ինչը։ Այդպես էլ կա։ Էդգարը ինձ ընդհանրապես նման չի։ Երևի բնավորությամբ կնոջ տակ հաշել։ Ինքնատիպ տղա է։ Այ, քո սիրտը քարիցը։ Թե չէիր կարող դիմանալ այդքան մեղադրանքների։ Էդ էլ են դեպքում, երբ նույնիսկ իրականությունը չգիտե։ Չեմ էլ պատկերացնում, եթե իրականությունը իմանան, ինչ է կատարվելու քեզ հետ։ Իմ սիրտը քարից է, կդիմանայի։ Այ, զգուց է լավ կդիներ, գոնե տղայիդ պատմեիր իրականություն։ Երևում է, որ շատ է տանջվում։ Համո, իրականությունը մեզնից բացի ոչ ոք չպիտի իմանա։ Լսում ես։ Գիտեմ, Հայկ, գիտեմ։ Դե լավ է, որ գիտես, չմոռանաս։ Չէ։ Չեմ մոռանա։ Համո, էդ ինչ ես խոսում, բան չեմ հասկանում։ Արշակ ջան, 12 տարի առաջ Հայկը իր տղային է կորցրել։ 12 տարի առաջ։ Ահա, 12 տարի առաջ Հայկի տղան մեքենայի մեջ վարվել է։ Ինչ ասիր։ Հայկի ընկերը, ընկերոջ կինը ու Հայկի երեխան։ Երեքով ավտովթարի մեջ են ընկել։ Մեքենան պայթել է, վարվել է, Հայկի երեխան էլ հետն է։ Ինչ եղավ, Համո։ Ինչ ես այդպես նայում։ Շարունակում եմ հիանալ քո հանգստությամբ։ Հիանալու ժամանակը չի, Համո, այսօր մեզ շատ բուռն աշխատանքային օր է սպասվում, պիտի գյուղ գնանք։ Հա, մտքիցս թռել էր։ Մոռացել էի, որ այսօր պիտի գյուղացիների հետ խոսանք։ Քեզ համար ուղի լինի, մինչև ուշաթափվել ես խմես։ Մի քան օր առաջ ում ուշն է գնացել։ Մոռացել ես։ Դուրը կծածկես։ Ռոստերան, իբր չլասեց։ Հարբեցող։ Ուզում եմ նրան տեսնել։ Ում։ Սիրեկանիդ, այսինքն իմ բիոլոգիական հորը, հասցեն տուր։ Որտեղ ես գիշերել։ 5 աստղանի հյուրանոցում, հասցեն տուր։ Չէիր մտածում ընկերուհուդ մասին, ըղի է, հանկարծ կարող է իրեն վաց գալ։ Թողել է ապագաս կեսրոջ հույսին։
Հերիք հա թեման շեղես, այդ քո թակարդներից մամ ես վաղուց սովորել եմ դուրս գալ։ Հայկի մոտ ես գիշերել։ Ինչի՞։ Վրայիցս տհաճ էր գալիս։ Եվ ինչ, խոսեցիք։ Կարողացար համոզել, որ իր հարազատ որդին չես։ Մի անհանգստացի այդ թեմայով չենք խոսել։ Բա ինչից էիք խոսում։ Աղաչում պահատում էիր, որ տուն վերադառնա, թե խնդրում աղաչում էիր, որ խղճամ ես։ Հասցեն տալու ես, թե չէ։ Ոչ չեմ տալու։ Պետք չի, որ դու նրան տեսնես։ Այդ որոշողը ես եմ։ Ես որոշել եմ, որ պետքա տեսնեմ նրան։ Ուզում ես այնպես անես, որ նա էլ ինձ ատի, հա։ Ուզում եմ ուղղակի բացահայտել ձեր գաղտնիքը։ Այդ թե նա հետո քեզ ոնց կվերաբերի, այդ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում։ Ես քեզ ոչինչ չեմ ասի, Էդգար։ Դու ընդհանրապես մամ ջան, տենց մի ժամ ես հետաձգում մեր հանդիպումը, որովհետև ես գիտեմ նրա հեռախոսը համարը, գիտեմ մոտավորապես նրա տանտեղը։ Ինձ ուղղակի պետքա կոնկրետ հասցեն։ Տուր։ Կողմնորոշվի էլի, Էդգար, հա, ինչ ես ուզում անել։ Հա։ Ջանասիրաբար պնդում ես, որ Հայկն է քո հարազատ հայրը։ Հետո պնդում ես, որ ուզում ես Վահագին տեսնել։ Կողմնորոշվի, հասկացի, ինչ ես ուզում։ Կողմնորոշվել եմ։ Ուզում եմ ձեր գաղտնիքը բացահայտեմ, նորից եմ կրկնում։ Այդ ձեզ ասելով Հայկին էլ նկատի ունես։ Նաև նրան։ Նրա գաղտնիքները դժվար բացահայտես։ Գիտեմ, որ շատ դժվար կլինի, բայց ես կսկսեմ սկզբից քո գաղտնիքներից։ Ուր ես գնում։ Սյուզին լավ կնայես, մամ ջան։ Այդ Սյուզիիդ պատճառով չեմ ուզում տուն գնալ։ Կատակ ես անում, հա։ Արսեղյան Սոնա Հրանտի, ծնված 1983 թվականի ապրիլի 16-ին Ալավերդի քաղաքում։ Մի քանի օր անց ծնողների հետ տեղափոխվել է Ծաղկաշատ անունը կրող գյուղ եւ ապրել այնտեղ մինչ 1999 թվականի մայիսի 20-ը։ Իսկ դրանից հետո համարվել է անհետ կորած։ Գտնվում է հետախուզման մեջ, մեղադրվում է Խորթոր Ազատ Նշանյանի սպանության մեջ։ Ինձ թվում է այսքանը բավական է, որ քո անցյալը հիշես, Սոնա։ Ես ուզում եմ զանգել։ Ես էլ ուզում եմ Վենետիկում հանգստանել։ Ես ունեմ զանգելու իրավունք։ Այդ իրավունքը ես քեզ պետք է տամ։ Ինչ մտածում ես, որ ինչ-որ մեկը կարող է քեզ օգնի, հա։ Ես պարզապես ուզում եմ զանգել։ Ում։ Ընկերոջս։ Որ ընկերոջը։ Ձեզ համար ինչ տարբերություն։ Մեծ։ Եթե նրա անունը ինձ դուր չգա, դու նրան չես զանգի։ Վարդանին։ Եվ Իշխանյան Վարդանին ես ուզում զանգահարել։ Հենց նոր դու ստեցի ինձ։ Որտեղ Վարդանը ոչ թե քո ընկերն է, այլ բարեկամը։ Լավ, ես հասկացա։ Հարի համար նա ազգական է, իսկ Սոնայի համար պարզապես ընկեր։ Կարող եմ զանգել։ Իհարկե։ Ալո, Վարդան, ես եմ Մարինա։ Մարի։ Ես ում համարով ես զանգում։ Չգիտեմ։ Վարդանից ձերբակալել են։ Ինչ։ Երբ։ Մի քանի ժամ առաջ։ Ես ինչ արեցի, Մարի։ Ես ինչ արեցի։ Կարող ես ինձ օգնել, Վարդան։ Կօգնեմ էլի։ Երևի։ Երևի։ Վարդան։
Հենց հիմա կզանգեմ իրան ու կհանդիպեմ նրա հետ։ Բայց նա կարող է օգնել։ Շատ լավ իրավաբան է եւ շատ լավ մասնագետ է։ Մենակ դու ինձ պետքա խոստանաս, որ այդտեղ ոչ մեկին չես լսելու։ Ոչ մի ասածներին չես պատասխանելու, դու դրա իրավունք ունես։ Խոստանում եմ։ Մարի, չհուսահատվես։ Այդ քննիչի սպառնալիքներից չվախենաս, լսում ես, հասկացար։ Հասկացա։ Դե լավ պահի քեզ, չկոտրվես։ Պին դեղի ես հիմա կփորձեմ քեզ օգնել։ Շնորհակալ եմ։ Մարի ինչի չլսեցիր ինձ։ Ինչի ամուսնացել է։ Անի համարը պետքա լիներ եմ մոտս։ Անի։ Զրո։ Ալո։ Բարև Անի ջան։ Սխելու բան դուր։ Ասում ես մարդասպանության համար, հա? Զարմանում ես, չէ՞։ Ով լսի չզարմանա։ Աշոտ Վիրաբյանի հարսը մարդասպան։ Շշմելու բանա։ Բայց ում ասպանել որ շեֆ։ Չգիտեմ։ Կավորը Արմանի հետ կապ չունի։ Քննիչը ասեց ինչ որ իմ պատմությունը։ Այ քեզ բան։ Ով կմտածեր որ։ Ես։ Շեֆ ուզում ես ասես դու։ Չէ, սպանություն մտքովս չէր անցնում։ Բայց որ զգում էի այդ աղջիկը մի գաղտնիք ունի, մեծ գաղտնիք այդ հաստատ։ Դու էլ էիր զգում։ Դրա համար հենց ոստիկանության անուններ լսում խառնվում էր իրար։ Այդ մեկը հաստատ։ Շեֆ մի բան եմ ուզում հարցնեմ, բայց դե ասա մի ձգի։ Արմանը ամուսնանալուց առաջ չի հետաքրքրվել թե ով է այդ աղջիկը, ինչ անցյալ ունի։ Արմանը մինչև ականջները սիրահարված էր Մարիին, ոչ մի բան չէր տեսնում, ոչ մի բան չէր նկատում։ Ուրա Արմանը, ուրա, թողա տեսնի ումա տուն բերել, ումերը տենց սիրում ու հավատում։ Դու հետաքրքիրը գիտես մնա։ Չի ուրիշ ինչ կա։ Այդ աղջիկը մեզ դեռ շատ է զարմացնելու։ Քննիչը ձերբակալելու ժամանակ Մարիին ուրիշ անունով դիմեց, հասկանում ես։ Ճիշտն ասած չէ։ Ասում եմ Մարի չասեց, ուրիշ անունով դիմեց։ Դա ինչ ասեց։ Սոնա, ազգանունը չեմ հիշում ինչ է։ Սոնա ասեց, այսինքն այդ աղջիկը իր իսկական անունով չի ներկայացել։ Շեֆ, պետքա մենք պարզենք, թե ով ա եղել այդ Մարին ու թե ինչի համար է հենց Արմանի հետ ամուսնացել։ Ճիշտ ես ասում։ Ինչի հենց Արմանի հետ։ Քննիչը ասեց, որ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը շուտով կստանա։